Ռուստամյան, նախ սկսենք երեք Նիկոլ Փաշինյան եւ վերջին շրջանում նաեւ իշխանության տեսակետներ այն մասին, Ռուսաստանից հնչող հայտարարությունների հետ կապված ԵԱՏՄ թե ԵՄ։ Իշխանությունն ասում է ընդդիմություններ ձեռքերը տաքացնում այդ թեմայի վրա եւ իրենք են թեման ուռճացնում, մեր հարաբերությունները շատ լավ են եւ նրանք, ովքեր խոսում են այդ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների մասին, երեք խորհրդարանում ասում էր ինոագենտ է Փաշինյանն ասում։ Հիմա ի վերջո ով է ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներ ստեղծել, ինչու է ընդդիմությանը մեղադրում Փաշինյանը, երբ Պուտինը նրա հետ հանդիպման, Փաշինյանի հետ հանդիպման էր խոսում վերջնագրերի լեզվով։ Գիտեք, նորից ունենք մի տրամաբանություն, որը կարծում եմ այս անգամ դժվար թե աշխատի, հերթական անգամ փորձ է անում այս իշխանությունը իր աթոռը պահելու համար, մանևրել, այսպես ասած, երբ որ պետքա դառնում են արևմտամետ, երբ որ պետքա դառնում են խիստ ռուսամետ, բայց խնդիրը իրենց մնում են նույնը, այնպես անեն, որ բոլոր դաշտերում համարվեն իրենք ամենալավագույնը եւ բոլորի կողմից ընդունվածը։ Բայց անցած ճանապարհ կա, չէ՞, կատարված գործողություններ կան, կոնկրետ քայլեր կան, որոնք հստակ ցույց են տալիս, որ անհամատեղելի են իրենց հայտարարությունները, իրենց գործերի եւ արարածների հետ կապված։ Եվ իրենք այնքան են արդեն հեռացրել իրարից մեր, այսպես ասած, հարաբերությունների իմաստով վեկտորները դեպի Ռուսաստան եւ դեպի Արևմուտք, որ դժվար են կարողանալու տեղավորվել այդ իրարից հեռացած երկու կողմերում համապատասխանաբար լավագույն ֆավորիտը ճանաչվելու այդ միտումից։ Սա կարծում եմ, որ ակնհայտ է, իրանք 21 թվականին խաղարկեցին այն թեզը, որ իբր գալիս են պաշտպանելու Պուտինի ստորագրությունը, այսպես թե պատկերավոր ասենք, կապված հայտնի նոյեմբերի 9-ի պայմանագրի հետ, որովհետև այդ ժամանակ այո մենք խոսում էինք այդ պայմանագրի մտահոգիչ լինելու մասին մեր հարաբերությունների իմաստով եւ նա դարձել էր պաշտպանը եւ սա ինչ որտեղ խաղաց, բայց հիմա տեսանք այդ նոյեմբերի 9-ից նախ ինչ թողեցին եւ հիմա խոսել, որ իրենք ամենառուսական քաղաքականությունը եւ ռուսական շահերը, այսպես ասած, պաշտպանող ռեժիմն են, դա եթե չասեմ ծիծաղ է առաջացնելու, ուղղակի ոչ ոք դրան չի հավատալու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են հիմա։ Դե իր ասելով ամենաբարձր, եթե ինքը ամենաբարձր մակարդակը համարում Եվրոմիության ուղղությամբ քայլեր կատարելը, օրենք ընդունելը, բայց անհամատեղելիությունը հանդարտ իրան ասում են, որ Եվրոմիությունը ԵԱՏՄ-ն անհամատեղելի է, հիմա պարզվում է ինքը ԵԱՏՄ-ի հիմնական գլխավոր ջատագովն է եղել, մենք ենք եղել դրա դեմ խոսացողը, այսինքն հասկանում եք, այդ բոլոր հայտարարությունները դրա մասին հակառակն են ասել մինչև հիմա։ Բայց մինչև հիմա համատեղել եք, ինչ կխանգարի, էլի կհամատեղեն, քանի կարող են համատեղման քաղաքականությունը պետք է իրականացնել, այո, մենք այն գլխից էլ ասել ենք, եւ-ի քաղաքականությունը պետք է իրականացնել, ոչ թե կամ-կամի։ Իրանք մտել են կամ-կամի քաղաքականության մեջ եւ սա միայն հայտարարություններով, խոսքերով լղոզել հնարավոր չի լինելու։ Իսկ ընդդիմությունը ինչ քաղաքականության մեջ է, ինչու հարց ու պատասխանին չեք մասնակցում, երեք էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, ըստ էության արդեն վերջերը հավաքի գնացել են։ Գիտեք, նույն այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը, ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Բա նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի զզվել ենք էլի։ Զզվել ենք էլի բարես դե դնում ենք էլի, բա ինչ ենք անում։ Հեսա գնում ենք մանդատները վայր ենք դնում էլի։ Վերջերը հավաքելու տրամաբանության մեջ եք, դրա համար չեք գալիս, ասում եք։ Բա ինչ անենք, ինչու պետք է թողենք այս իշխանությունները տանեն կործանման այս երկիրը։ Պետք է առաջադրեն, բայց չէ անեն։ Հաջողվի ընդդիմությանը նորից իշխանության գալ եւ Նիկոլ Փաշինյանը Երկիրը կկործանվի, ազգային ժողովը բանեմ հարցնում չեք ավարտել։ Նորից վերցնելու են մանդատներ, ընդդիմադիրները գալու են նորից Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, նորից 4 տարի հետո ասեն զզվեցինք։ Դե ժամանակը կգաք խոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով այդ առանձին հարց է։
Այդտեղ եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողով, այլ միլի մեջլիս։ Հիմա այդ միլի մեջլիսում թող որոշեն, եթե իսկապես դառնում է այնպիսին, որ սա միլի մեջլիս է, աշխատել իմաստ ունի, թե չունի։ Սա կորոշեն ընտրություններից հետո։ Այսինքն գնանք կախվենք, հա, որպեսզի ընդհանրապես չափրենք, որ բոլորի բավարար է։ Դե եք ասում, դուք ձեր ասածը դա է։ Իսկ ով ասում չենք աշխատում, դա չենք անում։ Միլի մեջլիսում, ես ասում եմ միլի մեջլիսում աշխատել անիմաստ է դառնում, բայց թե հա թող չեն կմտածեն, մտնեն թե չմտնեն, դե ես եմ ասում էլի, կգա այդ ընտրության ժամանակը եւ կորոշեն, մտնեն միլի մեջլիս թե չմտնեն։ Ձեր շրինելու պատճառը որն է։ Չէ, նախ գլխավոր պատճառն է նա, որ կուսակցության ներկայացուցիչն եմ ես եւ կուսակցության ներկայացուցիչը այնքան ծանրաբեռնվածություն ունի, որ արդեն ես դժվարանում եմ համատեղել եւ իսկապես պրոբլեմատիկ է դա։ Մեր կուսակցությունը սովորական կուսակցություն չի, համաշխարհային կառույց ունենք 30-ից ավել երկրներում ներկայացում։ Բյուրոյի ներկայացուցիչը ըստ էության այդ ամբողջ կառույցի ղեկավարումը պետքա համակարգի, հա? Ինչը։ Նոր է դարել ծառայական։ Բաբանով ներկայացուցիչ նոր եմ դառել էլի։ Ես պարոն Ռուստամյան ուզում եմ երկու հարց տալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրների մասին ընդդիմություն է եւ ընդդիմադիր շրջանակները փուչիկ են փչել եւ ամեն ինչ հրաշալի է։ Այդուք ինչ փաստարկներով կհակադարձեք, որ իսկապես կա խնդիր հայ-ռուսական հարաբերություններում։ Ես նոր դրան պատասխանեցի, դուք մի քիչ ուշ եկաք, այդ հարցին պատասխանեցի, շատ հստակ է դա։ Մենք նորից ենք կրկնում, որ պետք էր գնալ եւ քաղաքականությամբ։ Այն ինչ որ կատարվել է կամ մի տրամաբանություն է եւ հստակ քայլերը դա են ցույց տալիս, այն բոլոր հայտարարությունները հակառուսական տրամաբանությամբ։ Ես չեմ տեսել մի անգամ այդ դանակը հասել է ոսկորին, որ հանդիպմանը ուղիղ հրապարակային ժուրնալիստների ներկայությամբ այդքան բաց տեքստով բացատրվի մեր իշխանություններին, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ կապերի վատթարացումը։ Եվ եթե դա այդպես չի, այդ խոսույթը ինչու առաջացավ, այդ հաստատումները նախագահի մակարդակով Ռուսաստանի Դաշնության ինչի հրապարակային արվեցին, այդ բոլոր հարցերը իսկապես օրակարգի վրա առաջացել են այս իշխանությունների պատճառով, չէ։ Բայց իրենք կարծում են այդ ամեն ինչը կարող Իրենք եկել են ժողովրդի աչքին թոս փչելու, սա է հարցը, գիտեք ինչ, շատ բարձ բան կա։ Իրենք միջև հիմա բոլոր տեղերում մենակ այդքանը բավարար է, չէ, հասկանալու համար, թե սրանք ինչ քաղաքականություն են վարել։ Բոլոր տեղերում ընդդիմությանը ներկայացրել են եւ ներկայացնում են որպես Ռուսաստանի ագենտներ։ Մենք Կրեմլի ագենտ ենք դիտվում։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր ոտնձգություններ են իրականացնում նրանց իրավունքների հանդեպ, մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող եվրոպական կառույցները աչքը փակում են մի բարձ պատճառով դրա դիմաց, որովհետև համարում են, որ ռուսական ագենտների նկատմամբ է դա կատարվում։ Այսինքն պաշտպանվում են մարդու իրավունքները մենակ յուրայինների։ Իսկ եթե դու օտար ես, իրանց քաղաքականությունը չես ընդունում, այդ ժամանակ դու դառնում ես, այո, անպաշտպանված, չպաշտպանված։ Եվ սա օգտագործել են այս իշխանությունները։ Նույնը կիրառել են նաև եկեղեցու նկատմամբ, չէ՞։ Հայտարարում են, որ եկեղեցին KGB-ի ագենտներ են։ Այսինքն սրանով այն բոլոր պրակտիկան, որ գոյություն ունի նույն Եվրոպայի խորհրդում, կրոնական կազմակերպությունների ինքնավարության եւ այլի հետ կապված նախադեպեր կան, ընդունված վճիռներ կան մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այդ նախադեպերն անգամ չեն կիրառվում Հայաստանի պարագային։ Ինչու՞, որովհետեւ նրանք թեթև ձեռքով սրանց համարվել է, որ սրանք Կրեմլի ագենտներ են։ Եվ նրանք էլ այսօր պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ Հասկանում եք, ասում պատերազմում ինչպես պատերազմում, ալագեղ կամ ալագեղ։ Հիմա իրանք էլ այդ պատերազմի տրամաբանությամբ ինչու՞ պիտի պաշտպանեն ինչ-որ մեկի մարդու իրավունքները, երբ որ այդ մարդը իր հակառակ ճամբարում է գործում, իրենց դեմ է գործում, ըստ սրանց ներկայացրած։
Էս է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ամբիոնից մի հայտարարություն հնչեցրեց նոր սահմանադրության ընդունման հետ դա կապեց եւ ասաց, որ Հայաստանում արդարադատության որակը խայտառակություն է 8 տարի ղեկավարելուց հետո ինքը պնդում է, որ Հայաստանում խայտառակ է արդարադատության որակը եւ վիրահատական միջամտություններով երկրում պետք է արդարադատություն հաստատել եւ արդարադատության հաստատման համար անհրաժեշտ է նաեւ նոր սահմանադրություն ընդունվի։ Այդ դուք սա ինչպես կգնահատեք, ինչու կապեց արդարադատության Իսկ այդ սահմանադրության մեջ գրված է այն ինչ որ այսօր իրականացվում է դատարանական համակարգի նկատմամբ։ Այսինքն սահմանադրությունն է մեղավոր, որ այսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ։ Այդ այն ինչ որ ինքն ասում է, այդ այն նրանց մասին է ասում, որոնք որ մինչև հիմա իրանց խղճով եւ օրենքներով առաջնորդվելով մեկ նորմալ վճիռներ են կայացնում։ Ինքը դա էլ է ուզում վերացնել։ Մենք իր բարեփոխումների արդյունքները տեսել ենք, չէ՞։ Այդ վետինգը որ սկսեցին, չեք հիշում, ինչի բերեց։ Բերեց նրան որ ամբողջական գրեթե 90%-անոց կոնտրոլ այսօր ունի գործադիր իշխանությունը դատական իշխանության նկատմամբ, սա ում համար պարզ չի։ Այսինքն մարդիկ են այսօր ձերբակալված նստած, որ ուղղակի խաղ բանտարկյալի այդ 5 չափանիշների մեջ տեղավորվող են։ Այսինքն օրինակ նույն Սամվել Կարապետյանը, նույն ինչի պաստող, մարդն ասում է թող գա երկու բառ ասի, որ ես իմանամ ինքը ինտելեկտուալ անձնավորություն։ Երկու բառ ասես բռնեցիք այդ մարդուն։ Այսինքն բանը, սադրում եք, որպեսզի մարդկանց բռնեք։ Հիմա երբ ասում է միջև տարավերջ ունեզրկվելու է, ի՞նչն է կատի ունի Փաշինյանը։ Երբ որ այդպիսի հայտարարություններ անում, ասում միջև Այս ձևի դատական համակարգ ստեղծելով կարող են բոլորին ունեզրկել։ Ինչ խնդիր կա։ Եթե դատարանները իրաց ձեռքում են, այո, կարող են բոլորին էլ ունեզրկել, կալանքներ դնել, ինչ որ հիմա կատարվում է, տեսնում ենք, չէ՞։ Մարդիկ գնում են, երկար տարիներ ապացուցում են, որ այս ինչ որ մեղադրանքներ են անիմաստ է եւ սուտա կեղծա, բայց 3 տարի, 4 տարի դատարաններով քաշ գալով, այսպես ասած, վատիմաստով չեմ ասում, բայց մարդկանց կենցաղ են, չէ՞ փոխում։ Մարդկանց ստիպում են, որպեսզի ամեն ինչ թողեն, գնան իրանց անմեղությունն ապացուցեն։ Ես բաների վերջը պիտի տրվի։ Իսկ ինքն ուզում է դա ավելի խստացնի բնականաբար, լինելու է ընտրովի արդարադատություն։ Անշուշտ, ուրիշ հիմք այսօր այս իշխանությունները բազա որպես այդպեսին իրենց իշխանությունը պահելու չունեն այլևս։ Իրենք ունեն մի հատ նեղ շրջանակ ԽՊ-ական եւ ունեն ոստիկանական համակարգ, որոնք ամբողջությամբ ռեպրեսիվ ապարատը կիրառելով պաշտպանում են այս իշխանություններին, ուրիշ բան տեղի չի ունենում։ Պարոն Ռուստամյան, իսկ որ այդ արդարադատության հաստատումը ինչպես ինքը ձևակերպեց, կապեց նոր սահմանադրության հետ, դա Սա նոր սահմանադրության փոփոխության պահանջը, ինչքան էլ ինքը փորձի դա տեղափոխել այլ դաշտ, գալիս է Բաքվից։ Սա հստակ է, եթե այդ մարդիկ էդ էլ չեն ուզում այդ պարզ բանը տեսնեն, այդ արդեն ասում է իրանց խնդիրն է, բայց ում համար պարզ չի, որ ինչ Բաքվից ասվում է, սրանք դա կատարում են։ Այդ սահմանադրության փոփոխությունը ներքին պահանջ որպես այդպեսին գոյություն չունի։ Այդ սահմանադրական փոփոխությունը իբր թե մեր համակարգը ավելի բարեփոխելու որևէ նպատակ չի հետապնդում, որտեղ սահմանադրությունը չի կատարվում։ Սահմանադրությունը կատարվում է, որ մի հատ էլ ասենք սահմանադրությունն է մեղավոր։ Սահմանադրական կարգը այսօր ամբողջությամբ խախտված է։ Այո, այնտեղ կա պահանջ, որը դրվում է Բաքվից։ Սա կատարելը պիտի քողարկեն, որ իբր առաջացել են եսի ինչ պատճառներ եւ այլ արդարադատություն եւ այլ։ Ինչ արդարադատություն։ Արդարադատությունը միակողմանի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարոն Ռուստամյան, երբ Իշխան Սաղաթելյանն էր առաջարկել ընդդիմությանը միասնական հանրահավաք իրականացնելու, ընդդիմությունը գրեթե առանձին է մասնակցում, չհաշված որոշ փոքր կուսակցությունների միավորման, առանձին է մասնակցում ընտրություններին եւ հետեւաբար միասնական հանրահավաք ինչ օրակարգով պետք է լինի։ Ընդդիմությունը անկախ ամեն ինչից մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի։ Այսօր ոչ ոք չի կարող առանձնաբար հաջողել այս ընտրություններում, 50%-ից ավել ոչ ոք չունի, բայց միասնական ընդդիմությունը կարող է այո ունենալ ավելին, քան այսօրվա գործող իշխանությունն է։ Եվ սա նշանակում է, որ պետք է առաջի հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի։ Դա է տեղի ունենում բոլոր տեղերում, տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է,
պարտվում է, երբ որ մասնակցությունը բարձր տոկոս է գրանցել, Հունգարիայի օրինակը ձեզ օրինակ։ Այսինքն, այստեղ օրինակ, եթե 60% օրինակ, ինչպես որ Հունգարիայում եղավ, 60% մասնակցություն ունենա, այս իշխանությունները վերընտրվելու տարբերակ չունեն։ Բացառված է։ Իմ համար գլխավոր մեծ շանս ընդդիմության ունենալու մասին է խոսքը։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Այդտեղ արանքում ով կոնկրետ ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չի։ Կարևորը որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունն է, եւ դա հնարավոր է անել ջանքերը համադրելով։ Երկրորդ խնդիրը որ գոյություն ունի, այո, վերահսկելու հարց գոյություն ունի այսօր ընտրական գործընթացներն ամբողջությամբ վերահսկելու խնդիր գոյություն ունի։ 2000-ից ավել տեղամաս կա, այդ տեղամասերում պետք է ամբողջական վերահսկողություն իրականացվի։ Եվ ոչ մի քաղաքական ուժ ամբողջական այդ բանը ծածկելու այսօր ընդդիմությունը հնարավորություն ունի ամեն տեղամասում 4 հոգի ունենալ։ Մենակ դա նշանակում է 8000 մարդ։ Մենակ դրա կողքին եթե գումարենք նաև անհրաժեշտ քանակ որ պետք է աշխատեն որպես շտաբային կարգավիճակում 15-20 հազար մարդ անհրաժեշտ որպեսզի մոբիլիզացվի որ այս ընտրությունները վերահսկվեն իսկ դա անհրաժեշտ է վերահսկել որտեղ այս իշխանությունները իրանց իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու են իրանք կեղծիքներ էլ կանեն ամեն ինչ էլ կանեն ես չեմ կասկածում որտեղ իրանց համար կյանքի մահու հարց է փաթեթով այսօր գործեր են սպասվում այս իշխանություններին դատարաններում այո պահանջը այս հարցերը հետապնդելու համար իրենք շատ լավ գիտեն դրա մասին եւ ուրեմն իրանց այս աթոռը պահելը իսկապես կյանքի մահու հարց է եւ ամեն ինչ կանեն սրա համար Մի ճշտող հարց պարոն Ռուստամյան ես ճիշտ հասկացա որ ձեր ֆրակցիան հենց Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու իր հետ հարցուպատասխանն է որ չի ցանկանում մասնակցել մյուս նախարարներ եւ այն հարցեր տալիս է այսինքն սա ընդհանուր բոյկոտ չի այլ Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ այո գիտեք նախ ոչ միայն հոգնել եք զզվել ենք ասում եմ այդ մտնոլորտից իսկապես որտեւ ես նորից եմ ասում այս փողոցային հարաբերությունների այս խուլիգանական վակխանալիային ներկա լինելը ոչ մեկի համար հաճելի չի իրեն հարգող մարդ իսկապես այդտեղ անելիք չունի եւ փոխանակ սա դիտեն թե ինչ է կատարում նայեք սա նաեւ նշանակում է դրա մասին որ իրենք հոգեվարքի մեջ են եթե լուրջ արգումենտներ ունեն այդ լուրջ արգումենտներից կխոսեն բայց այսօր նայեք ամեն օր լսում ենք փողոցային արտահայտություններ լավ սա ամոթ է չէ մենակ մենք չենք չէ սա նայում այդ դուրսնել են չէ նայում լավ էս ինչ մակարդակ Պարոն Ռուստամյան ասում են որ հիմա որ սկսվի քարոզարշավը դուք նկատմեն նաև ձեր ֆրակցիան ընտրողներին ինչ է ասելու են նորից մեզ մանդատ տվեք որ գնանք բայց խորհրդարան չգնանք աշխատանքի անդադ այս էլ բանը ոչ մեզ մանդատ տվեք միասին ընտրողները ըստ մենք գիտենք որ դուք չեք եկել կամ չգիտեք չէ ոչ այդ որ դուք ասում եք դա այդպես չի նախ նաև մեր ընտրողները նաև համարում են որ այո միակ կռիվ տվողը այսօր խորհրդարանում եղել այ վերջը մեր ֆրակցիան այո մեկը մասնակցել է անդիմությունից մյուսը չի մասնակցել բայց չեմ կարծում որ սա անիմաստ է անցել այո ոչ շատ բաներ որոնք պետք էր բացահայտել առավելագույնս դա կատարվել է այս իշխանությունների այսպես ասած իրական դեմքը ցույց տալու համար դա կատարվել է այսօր էլ կխոսեն չեն պարտադիր չգնան հարցուպատասխանի հեսա սկսվի ելույթների ժամանակ մենք մեր մոտեցումները տեսակետները կներկայացնենք կարծում ենք որ սա նույնպես անհրաժեշտ է խորհրդանական ամբիոնը այդ առումով անհրաժեշտ է օգտագործել խոսքը ուղղել ոչ թե իշխանություններին այդտեղ անիմաստ է խոսքը ուղղել առաջի հերթին ընտրողներին եւ մեր ժողովրդին Այդ դա անելու բոլոր ձևաչափերը մենք պետք է օգտագործենք։ Մնացածը անիմաստ է, մնացածը չեք տեսնում 1-ին 3 ժամկետի իմաստով առավելություն ունի հարց ու պատասխանի ժամանակ կառավարությունը։ Դու մի խոսք ես ասում, ինքը այդ խոսքի 3 անգամ ավել ժամանակ ունի պատասխանելու, դրան էլ չի պատասխանում, ուրիշ բանի է պատասխանում։ Գոնե դրան պատասխանի կասես ջայնամը գյոռ է, բայց ուրիշ բանի է պատասխանում։ Հաջորդ հարցը տալիս են այդ նույն հարցի պատասխանի հերքող այլ հակասող պատասխան է տալի։ Մարդը օրվա մեջ 10-15 անգամ իրան հերքում է։ Այսինքն ինչի մասին է խոսքը գնում։ Եկեք ձեր ընտրողներին հանրություն։ Արել ենք, այդքան արել ենք, ինչքան արել ենք, այդքանով էլ կգնահատվենք ընտրողների կողմից։ Ես չեմ կարծում, որ անիմաստ է եղել ընդհանրապես տեղ լինելը։ Իհարկե, ասում եմ, պայմանները եղել են շատ ծանր, բայց
անիմաստ չի եղել, կարծում եմ, որ շրջողները նաև դա կգնահատեն։ Այդ դեպքում ինչ է գալի գրանցվում, որ աշխատավարձ եւ պարգևավճար Չէ գալիս են նաև ելույթ են ունենալու, մարդիկ հիմա գալու են ելույթ ունենան, այդ իրանց ասած բառերը հերիք է էլի հալածուի տեղանքունեք։ Ասում եք, ես էլ մեկնաբանում եմ, ասում եմ, հեսա գնում են հարց են տալիս։ Գոհարներն էլ իշխանությանն են փոխանցում, Փոխանցեք, մեր ինչքան շատ փոխանցեք, այնքան լավ։ Իրանց փոխանցածները, հեսա ժողովուրդը տեսնում է, դրանք եթե գոհար են, ուրեմն վայ մեր գլխին։